Միանշանակ եմ ես ասում, որ նոր հանքավայրեր Հայաստանում չպետք է բացվեն, այն ինչ որ բացված է, միայն դրանց շահագործումը այս պահին մենք չենք կարող բոլոր հանքերը փակել, բայց նորի բացում չպետք է թույլատրվի, դա պետք է սահմանվի օրենքով, նոր հանքեր չեն բացվելու, սա պետք է լինի հստակ քաղաքականություն։ Պահպանական այդ վճարները, որը պետք է տան կազմակերպությունները, ովքեր հանքերն են շահագործում, որը 0 է այսօր, պետք է լինեն համապատասխան գումարներով եւ դա այն զսպաշապիկներից մեկը կարող է լինել, որ այսպիսի գիշատչաբար չօգտագործվեն մեր հանքերը։ Դրականը գիտեք որն է, որ հասարակությունը արդեն ինքը արձագանքում է նման խնդիրներին։ Դրականը ես կարող եմ ասել դա է, երբ նախկինում չգիտեին որտեղ է թեղուտը գտնվում, ընդհանրապես թե ինչ է նշանակում հանքերի նման գիշատչաբար օգտագործումը եւ նման վերաբերմունքը բնության նկատմամբ քաղաքացիների մոտ այս զարթոնքը նկատվում է եւ պահանջատիրությունն է նկատվում։ Ընդերքի մասին օրենսգիրքը, այդ օրենսգիրքը ուղղակի չի համապատասխանում մեր ժողովրդի շահերին, մեր ժողովրդի շահերից չի բխում։ Եթե այդպես շարունակվի, Հայաստանը կդառնա հանքաստան եւ այստեղ նույնիսկ մեր ապրելու իրավունքը հնարավորություն չի լինի իրացնել։ Ուղղակի այդ բարակապակցությունները կառավարությունը օգտագործում է չարաշահելով իր կառավարական դիրքը, չարաշահելով իր իշխանությունը, շատ եմ ցավում, բայց իրականում բացառիկ գերակաշահ գոյություն չունի։ Դրա վառ ապացույցը օրինակ 627 որոշումն է անցյալ տարվա, որը վերաբերվում էր Քաջարանի պղինձամոլիբդենային գործարանին։ Մենք հասկանում ենք, որ նույնիսկ դա ապացուցված է, նույնիսկ իրենք գործարանի ղեկավարությունն է ասում, որ այս պահին այդ բացառիկ գերակաշահը գոյություն չունի։ Դա կարող է տեղի ունենալ 50-60 տարի հետո, նույնիսկ դա չի գերակաշահ, այսինքն բուն շահագործումը կարող է տեղի ունենալ 50-60 տարի հետո։ Ուղղակի նրանք ցանկանում են այս պահին զավթել այդ հողերը։